Hare Krishna, սկսում ենք 8-րդ լեկցիան եւ շարունակում ենք երեկվա լեկցիայի վերջավորությունը։ Մենք խոսում ենք, ես խոսում եմ վերաբերյալ նրան, որ մենք մեր թերի հիշողության կապակցությամբ այլևս ի վիճակի չենք հիշել մեր նախնիներին, ասենք 100 տարի առաջ, որ ովքեր ապրում են, ամենաշատը երևի մեր պապին կհիշենք, պապի հորը, պապի պապը եւ այլն, ոչ էլ չասած 200 տարի, 300 տարի, 400, 500 տարի առաջ ինչ ա եղել։ Հազվադեպ կարող է մի քանի միլիոններից երևի մեկ ընտանիք լինի, չգիտեմ, երևի արքայական կամ իշխանական, որ ում մոտ պահպանվել է այդ իրան ժառանգաբար եկող այդ իրենց հիշողությունը, ասենք 300 տարի առաջ, 400 տարի առաջ ով է եղել, ինչ է եղել իրենց նախնիները, ովքեր են եղել, բայց հիմնականում մարդիկ չեն հիշում եւ ոչ մի բան, միայն լավագույն դեպքում ով է հայրը, ով է պապը, ով է պապի պապը, այդպիսին է մեր հիշողությունը, որովհետև մենք ապրում ենք Կալի Յուգայի օրոք, որտեղ ամեն ինչ, սացի յուգայից, օրինակ յուգայի համեմատ 1000 անգամ ամեն ինչ կրճատվել են, սակավացել են, ամեն ինչ է կրճատվում, ոչ միայն զգացմունքային համակարգը, ընկալելի համակարգը, հնարավորությունները, կրճատվում է մեր կյանքը, կրճատվում է մեր քաշը, մեր հասակը, ասվում է, որ ամեն անգամ, երբ որ յուգաները փոխվում են, ամեն ինչ կրճատվում է, նաև քաշը, հասակը, եթե մենք միջին մարտկալի յուգայում ըստ վեդաների պետք է ունենա 1.95 սանտիմետր հասակ բոյ, 195 սանտիմետր հասակ, նույնիսկ այդ ինչը, որ մենք պետք է ունենանք, այլևս երևի թե 100-ից 2-3, չգիտեմ, 2-3-4-ը կարող են ունենալ, նույնիսկ 10-ից 1-ը չունի այդ բոյը հասակը, որը պետք է ունենանք մենք Կալի Յուգայի օրոք, 100 տարի պետք է ապրի, երևի ասեցի, որ նախորդ լեկցիայում, որ 100-ից երևի նորից 2-3-4-ը երևի բոլորում են 100 տարին, բայց մենք պետք է բոլորենք, մենք պետք է օրինակ ունենանք 1.95 հասակ բոյ, բայց չունենք, իսկ նախորդ յուգաներում, դարաշրջաններում, ժամանակաշրջաններում մարդիկ ավելի բարձր էին, ավելի հզոր են քաշով, զգացմունքային համակարգ ավելի լի էր ընդգրկուն, 10 անգամ, ամեն անգամ կրճատվում է, նախորդ դվապարայում մեր հասակը եղել է, եթե հիմա 1.95-ը, ուրեմն 19.5 մետր ա եղել, Տրետայում նախորդում եղել է ոչ թե 19.5, այլ 195 մետր, իսկ նախորդում Սացի Յուգայում, որի վերաբերյալ այժմ ենք խոսում ենք, մարդկանց հասակը եղել է պետք է որ լինի, այդ միջին հասակը, եթե նրանք ապրում են 100,000 տարի, միջին հասակն է 1 կիլոմետր, այսինքն եթե 195 ա եղել, ուրեմն 1 կիլոմետր 950 մետր, 1 կիլոմետր համարյա թե 2 կիլոմետր, պատկերացնել կարելի է ուղղակի այդ ինչպիսի ահռելի ահավոր մեծ հասակով, քաշով, ընդունակությամբ, զգացմունքայի այդ սիտխաները, հնարավորությունները իրենց ամբողջովին լի, 1000 անգամ մեզանից ամեն ինչով լավը եւ բնականաբար հիշողությամբ, այդ իսկ պատճառով ասեցի սկզբից, որ մեր հիշողությունը այնպիսի սակավ է, որ նույնիսկ չենք հիշում, թե մեր նախնիներից 2-3 օրինակ
սերունդ այն կողմ, ապա նախկինում ովքեր են եղել, ցավոք սրտի, ցավոք այդ փոխհարաբերականի նկատի ունեմ, որովհետև Կալի Յուգայում այդպիսին է, նախաշնորհված է մեզ համար, որ այն կենդանիակները, որոնք այստեղ են ծնվում, գոյատևում ու մականացում կնքում, այն համապատասխանում են լիովին այն որակավորումներին, որը հարիր է Կալի Յուգայի համար, այս Կալի Յուգայի, որովհետև Կալի Յուգաներն է բնականաբար եւ նախկինում եւ ապագայում եղել են ու կլինեն մեր Կալի Յուգայի համար այդպիսի նախաշնորհված, նախատեսված որակավորումներ կան, որին մենք համապատասխանում ենք։ Այնպես որ ի համեմատաբար նախկին յուգաներին ամանավանդ Սացի յուգային ամեն ինչ սակավացել է, անհետացել է, տրադիցիաներն են անհետացել կամ այնքան են խեղացիրվել, սակավացել, որ արդեն դժվար թե համեմատելի եթե լինենք համապատասխանում են տրադիցիաներին, բայց այնուամենայնիվ այս տրադիցիաները համապատասխանում են մեր Կալի Յուգայի, մեր ճակերտներում կամ առանց ճակերտների, որովհետև իրոք մերն է, մենք այս յուգայի դարաշրջանի ներքո ենք ապրում, համապատասխանում են մեր դարաշրջանին ու կանխորոշված է, որ այս Կալի Յուգայում ամեն ինչ գրված է վեդաներում, օրինակ ամեն ինչ վեդաներում վեդական գրականության ներքո ասվում է ապագայի համար եւ միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ապագան էլ փուլային է լինում եւ այս մեր փուլի համար ապագան հաջորդ փուլի համար նախկինն է լինում եւ համապատասխան մեր փուլի նախկինը նախորդ փուլի համար դա ապագան է եղել, թվում է թե խճճված է տենց, բայց մարդ որ պատկերացում է կազմում, ինչպիսի ձևաչափով է վեդաները հրամցվում, արդեն կարող է ընկղմվել վեդաների մեջ, խորանալ եւ ոչ մի անհասկացողություն իր համար չի լինի։ Այնպես որ վեդաներում ասվում է այն ինչ որ նախատեսված է մեր Կալի Յուգայի համար եւ կանխորոշված է այնտեղ որ ընդգծված է ինչքան գնա վեդայական, ինչքան գնա այս մեր Կալի Յուգայի դարաշրջանը, այդքան ամեն ինչ քիչ սակավանում պետք է սակավանա եւ մեր հասարակը եւ մեր քաշը համակարգը քաշային եւ մեր զգացմունքային համակարգը ընկալելու, ըմբռնելու ամեն ինչ այդպես սակավանում է մինչեւ որ Կալի Յուգայի վերջում արդեն վերջի փուլում նկարագրված է ինչպիսի պետք է մարդը լինի, ինչպիսի տառապանքներ պետք է գոյություն ունենան, ինչպիսի պարագաները, տարածքը ինչպիսին, ժամանակը, ոնց, ինչպես, ամեն ինչ նկարագրված է, այնպես որ մեր այն ամեն ինչ, որ մենք հիմա ունենք, լիովին համապատասխանում է մեր Կալի Յուգայի կանխորոշած սկզբունքներին, մակարդակներին, ձևաչափերին։ Ուրեմն նորից վերադառնանք մեր թեմային, Սացի յուգային։ Ես ուզում եմ մի քիչ էլ պատմել աշտանգա յոգայի վերաբերյալ, այն յոգայի, որը հարիր է հենց Սացի յուգայի այդ տվյալ ոսկե դարաշրջանի համար։ Աշտանգա յոգայի այդ սկզբունքային ձևավորված սկզբունքների ներքո միանգամից նշում է, որ ամեն ինչ այդ տվյալ յոգան սկսվում է յամա եւ նիյամա այդ սկզբունքային ձևաչափից։ Յամա դա նշանակում է սկզբունքների կանոնակարգը, այսինքն կանոնակարգված սկզբունքները, որոնց պետք է հետևի աշտանգա յոգայով զբաղվող մարդը։ Իսկ նիյամա նշանակում է այսպես ասած որոշ սահմանափակումները
որոնց պետք է նաև հետևի այն մարդը, ով զբաղվում է աշտանգա յոգայով, այսինքն յամա, նիյամա նշանակում է յամա կանոնակարգը, որին պետք է նա բնականաբար հետևի, եւ նիյամա սահմանափակումները, որոնց նույնպես պետք է նա հետևի, այսինքն հնարավորությունները եւ սահմանափակումները։ Ինչ է յաման, դա կանոններն են, որոնց պետք է աշտանգա յոգայով զբաղվող մարդը հետևի։ Այդ կանոնակարգված կանոնները, օրենքները պարտադիր մարդ պետք է հետևի, դա այսպես ասած մեր խոսակցական բառով կարելի է նկարագրել որպես ռեժիմ, օրվա ռեժիմ, տարվա ռեժիմ, կյանքի ռեժիմ, ռեժիմ է կոչվում, որը պետք է բնականաբար մարդ հետևի, եթե ուզում է առաջադիմի տվյալ պրակտիկայում։ Օրինակի համար նա չպետք է քնի օրական 6 ժամից ավել, ոչ էլ բնականաբար քիչ, ասենք 4 ժամ, 3 ժամ, իսկ կամ ավել քնել 8 ժամ, 9, 10, 6 ժամը դա լիովին բավարար է, եթե նա բնականաբար ուզում է հետևի այդ կանոնակարգին, տվյալ պրակտիկայի։ Եվ հետևել այդ կանոններին կամ սահմանափակումներին ուղղակիորեն պարտադիր է հետևորդի համար, որովհետև դա այնպիսի մի ընթացքներն են, պրոցեսներն են, որոնք հետևորդին մաքրում են նրա համար, որպեսզի նա կարողանա գալ իր նպատակին, որովհետև յուրաքանչյուր գործունեության, որ մենք զբաղվում ենք, դա ընթացք է, պրոցես է, որի շնորհիվ մենք գալիս ենք այն վերջնական հանգրվանին, որը նպատակադրել ենք մեր առջև, եւ այդ պրոցեսը յաման մեզ մաքրում է։ Հաջորդը այդ քնից հետո դա գիգիենան է, բնականաբար նա պետք է հետևի այդ յամայի ընթացքում որոշ կանոնակարգված գիգիենային, որը պարտադիր է, որպեսզի նա մաքրվի այդ ընթացքի շնորհիվ պրոցեսում։ Ասենք նա նվազագույնը 2 մարդը հետևողը պետք է նվազագույնը 2 անգամ ջրցան ընդունի մեկ օրում եւ ոչ թե ցնցուղից, ասենք, այ հոսող ջուրն է։ Իհարկե լավ է նաեւ ցնցուղ, բայց հիմնականում շեշտադրումը գնում է, որ հոսող ջուր լինի, այսինքն դույլի մեջ մենք հավաքում ենք եւ ջուրը եւ այդ դուլը լցնում ենք մեր վրա, դա նշանակում է հոսող ջուր, այնուամենայնիվ ինչպիսին է լինի 2 անգամ նա պարտադիր պետք է ջրով իրեն լվացվի, այսպես ասած, ցնցուղով կամ հոսող ջրի միջոցով դույլի եւ այլն, այսպես ասած լոգանք ընդունի հոսող ջրի ձևաչափում։ Եվ բնականաբար ոչ, այսինքն ամենակարևոր հանգամանքներից մեկն է, որը պետք է հետևել, դա մեր սննդակարգն է, որովհետև հենց սնունդն է հիմնականում բնորոշում եւ մեր առողջությունը ֆիզիկական եւ մեր նուրբ ձևաչափի առողջությունը հոգեկան, հոգեբանական եւ այլն, այնպես որ նա ճշգրիտ պետք է հետևի այն կանոններին, որոնք յամայի միջոցով հրամցված են հետևորդների համար հենց այդ աշտանգա յոգայի պրոցեսում, ընթացքում։
Նաև բնականաբար սննդից բացի շատ ձևաչափեր կա, որտեղ հետևորդը աշտանգա յոգայի պետք է կանոնակարգված հետևի այդ կանոններին կամ սահմանափակումներին, այսինքն այնտեղ գրված է, որ նա կանոնակարգված ձևաչափով պետք է շփվի իր ընկերների հետ, ընդհանրապես սոցիումում, ընկերվարական այդպիսի միջավայրում եւ այլն, այդպիսի կանոնակարգված ուղղորդումները անվանվում են յամա։ Ինչ է նշանակում նիաման սահմանափակումները։ Եթե որևէ մեկը ուզում է լինի հետևորդ, հետևի աշտանգա յոգայի ընթացքին, նա պետք է առաջի հերթին սահմանափակի իր սեռական կյանքը, ասում է, որ սկսնակը պետք է 7 տարվա ընթացքում ամբողջովին սահմանափակի իրեն սեռական կյանքից, եթե նա ուզում է մաքրվի եւ գա այն հանգրվանին, որից հետո արդեն կարող է ամբողջովին կլանվել եւ զբաղվել աշտանգա յոգայի կանոնակարգված ընթացքով։ Այսինքն այդ հանգրվանը, որին մենք պետք է գանք, որպեսզի այսպես ասած լուրջ ավելի զբաղվենք աշտանգա յոգայով, այդ մակարդակավորումը կոչվում է սանսկրիտ խոսքով անվանվում է ասանա։ Եվ որպեսզի մենք օրինակ կարողանանք գանք այդ հանգրվանին, պարտադիր կերպով ասվում է, որ մենք 7 տարվա ընթացքում սկսնակ, այսինքն եթե ինքը որոշել է հետևել եւ սկսել է 7 տարվա ընթացքում լինի դա տղամարդ կամ կին, ամբողջովին պետք է իրեն սահմանափակի, այսինքն ամբողջովին կտրի, ոչ թե սահմանափակի, ընդհանրապես չզբաղվի որևէ սեռական հարաբերությունների գործունեությամբ, ոչ թե սահմանափակի, այլ մի շաբաթ 2-3 անգամ կամ ամիս 2-3 զուգընկերոջ հետ, ոչ, ամբողջովին 7 տարվա ընթացքում պետք է կտրի իրեն այդ սեռական կյանքից, որպեսզի 7 տարվա ընթացքում գա վերջում այն հանգրվանին, այն մակարդակավորումին, որը կոչվում է ասանա։ Օրինակ նիյամայում անվանում կա նիհարը, այսինքն նա այդ արդեն սննդակարգի հետ է կապնված, հետևորդը չպետք է ուտի ոչինչ, որը օրինակ մաքուր սնունդ չէ, մաքուր սնունդ միայն օգտվի մաքուր սնունդից։ Այսինքն սնունդը, սննդակարգը իր պետք է ամբողջովին մաքրամաքուր լինի, աբսոլյուտ, ամբողջովին մաքրամաքուր սնունդ պետք է ինքը ընդունի։ Այսինքն ինչ է նշանակում մաքուր կամ կեղտոտ աղտոտված սնունդ, այստեղ դա բնորոշվում է նրանով, բացատրվում է, որ մաքուրը դա այն սնունդն է, սննդակարգն է, որը ոչ մի ձև, ոչ մի կերպով կապ չունի կարմիկ ռեակցիաների հետ, այն սննդակարգը, որը որևէ մի ձևով կարմիկ ռեակցիաների հետ կապ ունի, դա կոչվում է ոչ մաքուր սննդակարգ։ Այսինքն ինչպիսին է այն սննդակարգը, որը կարմիկ ռեակցիաների հետ եւ ոչ մի կապ չունի, դա բնականաբար այն սնունդն է, այն սննդակարգն է, որը բուսականն է, առավել դրանից այն բուսական սննդակարգը, որը մաքրամաքուր է հաշվում, որը ընդունվում է, մինչ ընդունելը նաև պետք է առաջարկվի գերագույն տիրոջը, գերագույն անձնականությանը, որը առաջարկվելով ամբողջովին մաքրվում է եւ այլևս այդ սննդակարգը, որը առաջինը բուսական
Ծագոմոնի երկրորդը առաջարկված է գերագույն տիրոջ անձնականությանը, ամբողջովին մաքրվում է եւ դա անվանվում է վեդաներում պրաշադա, այն սննդակարգը, որը մաքրվել է առաջարկվելով գերագույն տիրոջ անձնականությանը։ Այսինքն պրաշադամ նշանակում է ոչ միայն մաքրամաքուր սննդակարգ, այլ այն սնունդը, որը համապատասխան մանտրաներով առաջարկվել է գերագույն տիրոջը եւ այդ ընթացքի շնորհիվ տարբեր բարենպաստ էներգիաներով է լիցքավորվել, քանի որ երբ որ մենք մաքրամաքուր սնունդը որը ունի բուսական ծնունդ, առաջարկում ենք գերագույն տիրոջ անձնավորությանը, որը ամեն ինչի տերն է, ում մեջ ամեն ինչ գոյատևում է եւ ումից ամեն ինչ բխում է, երբ որ մենք իրեն ենք առաջարկում համապատասխան ձայնային վիբրացիոն մանտրաներով, մանտրայը դա ձայնային վիբրացիան է, համապատասխան ուղղորդում ունեցող, դե բնականաբար մենք ուղղորդումը տալիս ենք դեպ գերագույն տերը, այդ ընթացքում եւ այդ ընթացքի շնորհիվ սննդակարգը ձեռք է բերում այդպիսի սնունդը, որը կոչվում է պրաշադամ, ձեռք է բերում հատուկ այնպիսի ամբողջական էներգետիկ ձևաչափ, որը լիովին առաջինը եւ մաքրում է սնունդը եւ լիցքավորում է իրեն արդեն աստվածային էներգետիկայով, լիցքավորում է այնպիսի էներգիա, որը ամբողջովին արդեն ոչ միայն մեզ տալիս է, ինչպես հարիր է մաքուր սնունդին, էներգիա, որպեսզի մենք առողջ նկատի ունեմ նյութական մեր կոշտ մարմնի համար առողջ սննդակարգ ընդունենք, այլ նաև մեր համապատասխանում է առողջ սննդակարգ մեր մարմնի համար, ոչ միայն կոշտ, նաև նուրբ, նաև հոգևոր մարմնի համար, այսինքն առողջարար է դառնում ոչ միայն մեր կոշտ նյութական մարմնի համար, այլ նաև մեր նուրբ նյութական մարմնի, նաև մեր ոգեղեն հոգևոր մարմնի համար։ Ինչումն է հիմնական նպատակը այդ ձևի պրաշադամ առաջարկված սննդակարգ ընդունելու մեջ, ինչումն է կայանում գլխավոր նպատակը։ Առաջնային եւ ամենասկզբնականը դա ամբողջովին հանգստացնել մեր ուղեղը, հանգստացնել մեր մտայնական օրինակ համակարգը, որը բնականաբար այս կարի յուգայի օրոք շատ ծանրաբեռնված է, տարբեր մտքերով է զբաղված եւ առաջնային օրինակ նպատակը հենց հիմնականում հանգստացնել մեր ուղեղը, այդքան զբաղված, այդքան հոգսառատ ուղեղը։ Դա առաջինը, երկրորդը երկարացնել մեր կյանքը, երկարացնել մեր կյանքի ուղին, եւ երրորդը, որը ամենակարևորն է, դա մեր սրտին բերել ուրախություն, կայտառություն, սրտին լիցք տալ, այնպիսի պետք է լինի սնունդը, իրական մաքուր սնունդը, այն սնունդը, որը առաջինը եւ բուսական է եւ ամենակարևորը երկրորդը առաջարկված է գերագույն տիրոջ անձնավորությանը եւ այնուհետեւ այդ սնունդը, որը դառնում է պրաշադա, այնպիսի պետք է լինի սնունդը։ Այդ սնունդը ընդունելուց հետո ի հայտ են գալիս, բխում են 3 այսպես ասած ասպեկտներ, հանգստացնում է ուղեղը, երկարացնում է մեր կյանքի ուղին եւ տրամադրել մեր սրտին ուրախություն։ Այդ 3 ասպեկտները հետևում են այդ մաքուր եւ առաջարկված սննդակարգ ընդունելուց։
Այսինքն ոչ թե ուրախություն բերել մեր փորին, ստամոքսին, այլ մեր սրտին։ Եվ ոչ թե գայթակղել ցանկասիրությամբ մեր ուղեղը, միտքը, այլ հակառակը։ Եվ ոչ թե մեր կյանքը սակավացնել, այլ հակառակը։ Օրինակ այսօրվա օրոք, այս կալի յոգայի մեր դարաշրջանում մարդիկ ինչպես են եւ ինչով են ու ինչ են ուտում, ինչ սննդակարգ են ընդունում։ Նրանք ուտում են այնպիսի սնունդ, որը ամբողջովին թույլ է տալիս, որպեսզի իրենց ուղեղը գայթակղվի ցանկասիրությամբ, ու այն սննդակարգն են ընդունում, որը ամբողջովին սակավացնում է իրենց կյանքի ուղին, ամբողջովին, եւ որը չի ուրախացնում սիրտը, բնականը ոչ մի դեպքում չի ուրախացնում։ Եվ մարդիկ այսօր նույնիսկ չգիտեն, որ սնունդից, ընդունված սննդակարգից կարող է սիրտը ուրախանալ, քանի որ առանց կարմիկ ռեակցիաների սնունդ է ընդունվում եւ այն սնունդը, որը առաջարկված է գերագույն Տիրոջ անձնականությանը, Տիրոջը, ամբողջովին ամենքի Տիրոջը, չեն իմանում, որ դա ուրախացնում է սիրտը, իսկ հակառակը, նրանք ընդունում են այնպիսի սնունդ, որը բուսական չէ, որը առաջարկված չէ, այդ իսկ պատճառով կարմիկ ռեակցիաներով լի սնունդը համտեսելով եւ կյանքի ուղին է սակավանում եւ միտքն է ոչ առողջ մտքերով լիցքավորվում եւ սիրտը չի ուրախանում։ Այդ այսօր այդպիսի սննդակարգով ենք մենք սնվում։ Իհարկե մեր միտքը, երբ որ մենք բարձր հոգևոր դիրքի ներքո չեն գտնվում, չենք զբաղվում նույնիսկ յոգայի այս կամ այն ձևաչափերով, ի նկատի ունեն գոնե աշտանգ յոգա, որի ներքո կարող ենք մենք սահմանափակել մեր ցանկությունները եւ հետեւել կանոնակարգված ցանկություններ ի հայտ եկած սննդակարգին եւ կերպարվել ձևերին մեր, երբ որ մենք չենք հետևում, բնականաբար մեր միտքն է թելադրում մեզ, թե ինչպիսի սննդակարգ է պետք եւ մենք գնում ենք մտքի թելադրանքի հետևից, մեզ վայելք է պատճառում ցանկասիրությամբ մեր, ուզում ենք, որ տապակած մի ինչ-որ բան ուտենք, կծու, թթու, աղի եւ այլն այդպիսի մթերումներով մեր սնուցենք, ուրեմն դա կոչվում է յամա նիյամա, աշտանգա յոգայի այդ ամենակարևոր երկու ուղղորդիչները, որպեսզի մենք ավելի խորանանք, ավելի ընդգրկուն հետևենք այդ յոգայի ընթացքին, process-ին, աշտանգա յոգայի, առաջինը կոչվում է յամա, երկրորդը նիյամա, մեկը կանոններն է թելադրում, որոնց պետք է մենք հետևենք, երկրորդը սահմանափակումներն է տալիս, որոնց նույնպես մենք պետք է հետևենք։ Երբ որ մարդ հետևում է այդ կանոններին, յամա, հետո գալիս է հետևելու երկրորդ փուլը, որը կոչվում է ասանա։ Դա նշանակում է համապատասխաներ դիրքեր, մարմնի պոզաներ, որին պետք է մենք հետևենք եւ կատարենք։ Ուրեմն դիրքերը, մարմնի դիրք գտնելը, հետևելը, կատարելը, դա նույնպես շատ դժվար ընթացակարգ է, որին մենք պետք է նույնպես հետևենք, որպեսզի հասնենք այն հանգրվանին, որի համար մենք եւ հետևում ենք, զբաղվում ենք աշտանգա յոգայով։ Մեր մարմնի ներքո ըստ վեդաների ունենք գոյություն ունի 101 նիդանը, այդ անվանումը նիդանը, 101 նիդանաներ ունենք մեր մարմնի ներքո։ Այսինքն նիդանը դա նշանակում է ուղի, կանալ,
որը հաշվարկվում է այդ կանալները 101 հատ մեր մարմնի մեջ ներքո է գտնվում 101 հատ նիդանա այդ նիդանաները նրա համար են նախատեսված, որպեսզի այդ 101 կանալ նիդանաներով անցնի էներգիան մեր մարմնի մեջ գտնվող մեր մարմնի մեջ էներգիան անցնի այդ 101 նիդանաներով էներգիան նշանակում է դա տոկերը, պրանաները, օդային ինչպես մենք գիտենք, այդպիսի օդային բաները հոսքերը, այդ օդային հոսքերը թվարկվում են 10 հատով, գոյություն ունի 10 հատ օդային հոսք մեր մարմնի ներքո Եվ այդ 10-ը հիմնական հոսքերն են, որովհետև ամեն մի հիմնականը նաև բաժանվում է ենթահիմնականների, ենթահիմնականներն էլ են բաժանվում իրենց հերթին, բայց հիմնական հոսքերն են 10-ը, ուդանը, ապանը, վյանը և 10 հատն են նրանք հաշվարկվում Եթե մարդը չգիտի այդ 10 հոսքերի մասին, օդի, եթե նա չգիտի և չի զգում այդ 10 հիմնական հոսքերը, նա և ոչ մի դեպքում չի կարող զբաղվել ասանայով, այսինքն այդ դիրքային յոգայով, պոզային դիրքային յոգայով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ուղղակի իմանալ նաև այդ 10 հիմնական հոսքերի մասին և ոչ թե իմանալ, այլ նաև կիրառական ձևաչափում զգալ դրանց ներկայությունը մեր մարմնի մեջ, այսինքն դա նախատեսված է նրա համար, որպեսզի մենք կարողանանք զգալ ինչպես են այդ 10 հոսքերը գործում զգանք, իմանանք և զգանք մեր մարմնի ներքո և բնականաբար նաև իմանանք ինչպես է այդ 10 հիմնական հոսքերը մեր մարմնի մեջ անցնում այդ 101 կանալներով, նիդանաներով և առանց դրա իմանալու մենք ուղղակի չենք կարող ասենք, որ մենք զբաղվում ենք ասանայով, հետևաբար ասանան նշանակում է ամբողջովին իմանալ այդ 10 հիմնական օդի հոսքերի և 101 կանալ նիդանաների մասին, որոնց միջով անցնում են այդ 10 հիմնական օդի հոսքերը մեր մարմնի մեջ Այսինքն իմանալ դա չի նշանակում ուղղակի զուտ իմանալ, դա նշանակում է իմանալ և զգալ այդ ամեն, այսինքն ճիշտ եմ ես նստած թե ոչ, այսինքն ճիշտ ես այս մուդրան, մատների այդ գործողությունը, շարժումը, ձևաչափը ես արեցի թե չէ, ինչպես եմ ես նստած, ճիշտ եմ նստած թե ոչ, ինչպիսի դիրք է բռնում իմ ոտքերը, ինչպիսի դիրք է բռնում իմ մեջքը և այլն, այսինքն ճշգրիտ իմանալը և զգալը նշանակում է ճշգրիտ իմանալ, թե ինչպիսի դիրքավորում անել, որը համապատասխանում է ճիշտ այդ 10 օդային հոսքերի հոսքը դեպի 101 նիդրաները այդ է հիմնականում նշանակում զգալ և իմանալ կամ իմանալ մեր ողնաշարը մեջքը ուղիղ է, թե ոչ, ուղիղ իդեպ վեդայական այդ գրականության ներքո շեշտում է, որ կալի յուգայում մարդիկ չեն ունենալու ուղիղ ողնաշար, իսկ օրինակ սատյա յոգայում մարդիկ երբ որ զբաղվում են աշտանգա յոգայով բոլորի մոտ ուղիղ ողնաշարն էր, որովհետև այդ մուդրան, այսինքն ողնաշարային մեջքի մուդրան է, չնայած հիմնական մուդրան վերաբերվում է ձեռքի կամ մատների շարժումների և ձևաչափերի, այնուամենայնիվ մեծ մուդրա է դա կոչվում, մեջքի այդ հիմնական մեծ մուդրան ուղիղ
ուղիղ ողնաշարը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի զբաղվի մարդ մեդիտացիոն յոգայով, աշտանգա յոգայով, այդ իսկ պատճառով, երբ որ շեշտում եք ալի յոգայում բոլորի ողնաշարները կլորված են լինելու, ուղիղ եւ ոչ մեկը չի ունենալու ողնաշար, այդ նկատի ունի նաեւ ոչ ուղղակի, որ միմիայն սատյա յոգայի մարդիկ ում ողնաշարը այդ մեծ մոդրան ուղիղ է, միմիայն նրանք կարող են զբաղվել մեդիտացիոն աշտանգա յոգայով, իսկ քանի որ շեշտում է, որ կարի յոգայի մարդիկ այդպիսի ուղիղ ողնաշար չունեն, հետեւաբար անողակի ձևով ասվում է, որ մենք որպես կալի յոգայի մարդիկ ուղղակիորեն չեն կարող ճշգրիտ զբաղվել մեդիտացիոն աշտանգա յոգայով, որովհետև մեր մարմինները, մեր մեջքը, մեր ողնաշարը չեն կարում ուղիղ պահենք ինչ-ինչ բերումներով արդեն։ Եվ ասվում է, որ շատ մեծ նշանակություն ունի մեր մեջքի այդ ողնաշարի դիրքը, որ ուղիղ լինի, ուղիղ, նույնիսկ ձգված լինի, որովհետև ասված է, որ հենց այդ մեջքի, այդ ողնաշարի միջով է անցնում այն սպիրալը, որը բարձրանում է դեպի որով բարձրանում է հենց այդ կունդալինի շակտին, այդ սպիրալի միջոցով, մեր ողնաշարով բարձրանում է կունդալինի շակտին, և եթե մեր ողնաշարը ուղիղ չէ, ձգված չէ, թեկուզ մի փոքրիկ շեղում լինի, արդեն կունդալինի շակտին չի բարձրանում իր նախատեսված ձևով ու տեղը, եւ ուղղակիորեն, եթե չասենք ամբողջովին կորում է, ուղղակի իր նախատեսված տեղանքը չի հասնում, բնականաբար այդ սնուցումը չի տալի այն գլխուղեղին, այն գլխի մատակարար տեղանքին, որով օրինակ անցնում են բոլոր հոսքերը, որով կառավարվում է մեր առողջությունը, մեր կոշտ մարմնի, նուրբ մարմնի եւ ոգեղեն հոգու, ոգեղեն մարմնի համար եւ այդ մարմիններն են կառավարվում։ Դա կառավարվում է կունդալինի շակտի շնորհիվ, որը հենց անցնում է մեր մեջքի, մեր ողնաշարի միջով անցնող սպիրալով մինչև վեր, մինչև մեր գլխուղեղի վերին մասը։ Այսինքն աշտանգա յոգայի, մեդիտացիոն յոգայի համար նախատեսված գիտելիքը շատ կարևոր է եւ մարդիկ, ովքեր զբաղվում են այս մեդիտացիոն յոգայով, բնականաբար պետք է տիրապետեն այն գիտելիքին, որը հրամցնում է այս յոգայի միջոցը, պրակտիկան։ Այսօր մենք տենում ենք, որ տարբեր սեկցիաներ կան, կլուբեր կան, որտեղ մարդիկ հավաքվում են, ինչ-որ մեկը կարդացած է, երևի ինչ-ինչ բերումով, բուդդայական համապատասխան և ոչ միայն համապատասխան նաև գրականություն և այսպես ասած իմանալով որևէ ինչ-որ մի բան, սկսում են զբաղվել մեդիտացիոն յոգայով, աշտանգա յոգայով, որը ի դեպ շատ վտանգավոր է, որովհետև աշտանգա յոգան դա ոչ միայն մեդիտացիոն է, այլ նաև իր մեջ պարունակում է, որպեսզի կառավարվի օդի այդ հոսքերը եւ որպեսզի ճիշտ ուղղորդվի օդի հոսքերը այդ 101 կանալներով, համապատասխան շնչառական պրակտիկայի ներքո է կիրառվում եւ բնականաբար շնչառական պրակտիկան շատ վտանգավոր է, եթե մենք ճիշտ չենք շնչառություն կատարում, եթե մենք ինչ-որ մի ձևաչափով արգելափակում ենք շնչել այս մի կանալով կամ այս մեկով ենք շատ անում, որը
անհրաժեշտ չէ եւ այլն, շատ վտանգավոր բաներ կա, եթե ամբողջովին չես տիրապետում աշտանգա յոգայի, այդ մեդիտացիոն յոգայի գիտելիքին։ Եվ բնականաբար այն մարդիկ, որոնք ինչ-որ մի ձև, ինչ-որ մի տեղ մի բան կարդալով գալիս են, ինքնուրույն կատարում են կամ առավել եւս եթե ուսուցիչ են դառնում ուսուցանելով ոմանց, շատ վտանգավոր է դա արդեն եւ մենք տեսնում ենք, որ շուրջ բոլորը շատ են այդպիսի սեկցիաները, կլուբերը, որտեղ հավաքվում են եւ զբաղվում են այդպիսի մեդիտացիոն յոգայի պրակտիկայով։ Ասելով բուդդիստական գրքեր, ես նկատի չունեմ, որ բուդդիստական գրքերում լիովին ամբողջովին տրվում է աշտանգա յոգայի, մեդիտացիոն յոգայի վերաբերյալ բոլոր գիտելիքը ու կանոնակարգված ձևաչափերը, ոչ կավլիցի ես նկատի ունեմ ուղղակի որոշ չափով տրվում է, որովհետև նույնիսկ իրանք չգիտեն ամբողջական ճշգրիտ մեթոդիկան այդ դիսցիպլինի, այդ պրակտիկայի հետևելուն։ Ամբողջական այդ պրակտիկան, այդ դիսցիպլինի հետևելու այդ կանոնակարգված գիտելիքը բնականաբար տրվում է վեդայական գրականության ներքո, այդ իսկ պատճառով վեդաները կոչվում են ոչ միայն հիմնական գիտելիք, այլ ամբողջական գիտելիք, վեդանտա, ամբողջական գիտելիք ամեն ինչի մասին։ Այսքանով ավարտեմ այսօրվա 8-րդ լեկցիան եւ վաղը